Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալփի Դավոյանի հետ։ Ողջույն Տիկին Դավոյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ։ Սկսենք արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունից այն մասին, որ մի երկրում այդ երկրի ինչ որ հատուկ ծառայությունների անունից ներկայանալով փորձում են հայ ազգի եւ Հայաստանի քաղաքացիներին, այսպես ասած, ուղղորդել, որպեսզի նրանք Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններում ինչ-ինչ մասնակցություն ունենան եւ նշվում էր ինչ որ գործարարների մասին։ Հետո ներքին գործերի նախարարությունը նշեց, որ հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե։ Նախ սկսենք նրանից, թե ըստ դա որ երկրի մասին է խոսքը, որ մենք էլ կարող ենք էլի ավելի աչալուրջ լինել, եւ հետո եթե երկիրը նույնականացնում ենք, կոնկրետացնում ենք, փորձենք հասկանալ նաև Հայաստանի քաղաքական կյանքում հայտնված դերակատարները որքանով կարող են մաս լինել, օրինակ դրա։ Ես կարծում եմ շատ հնարամիտ պետք չի լինել, որպեսզի գուշակեք, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն մինչ այդ ուզում եմ հավելել, որ ես ստացել եմ բազմաթիվ ահազանգեր դեռևս անցած տարվանից, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ինձ զանգահարել են քաղաքացիներ, գրել են հիմնականում Facebook-յան էջով եւ ասել են, որ իրենց հարազատներին կամ իրենց ծանոթներին եղել է առաջարկ գալ Հայաստան ընտրությունների ժամանակ, նույնիսկ եղել է առաջարկներ գալ մասնակցել հավաքների։ Նույնիսկ դրա մասին են ինձ ահազանգել։ Ես իհարկե տեղեկացրել եմ համապատասխան մարմիններին դրա մասին եւ սկսել եմ ավելի ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում։ Եվ այսօր այդ հաղորդագրությունը տեսնելով ուզում եմ ձեզ վստահեցնել, որ դրանից ավել որևէ տեղեկատվություն ես չունեմ եւ չեմ տիրապետում, չեմ էլ փորձել հետաքրքրվել այսօր, սակայն պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի նորահայտ հյուսիսափայլ մենք մի քաղաքական գործիչ, չասեմ, քաղաքականությամբ զբաղվել փորձող բիզնեսմեն ունենք, որը եկել է Ռուսաստանից եւ իմ բոլոր ահազանգները համենայն դեպս այդ մարդու հետ են կապված եղել։ Ես փորձել եմ դրանք հասցեագրել համապատասխան մարմիններին։ Այսինքն խոսքը Ռուսաստանի մասին է այս դեպքում։ Ես կարող եմ ենթադրել միայն։ Չեմ կարծում, որ դուք այդ շատ խուճուճ ենթադրություն ունենաք, էլի։ Չէ, խոճուճ ենթադրություն չունենամ, փորձել եմ տրամաբանել, հանգել եմ, որ դա Ռուսաստանն է։ Դե մեծ համայնք գործարարներ, դժվար Թուրքիայում ենք Հայաստանի քաղաքացիներ, այդպես մեծ գործարարներ ունենք։ Կամ Չինաստանում, օրինակ, կամ Ավստրալիայում, կամ Գրենլանդիա, չգիտեմ, Նոր Զելանդիայում։ Եվ հետո շահագրգռվածությունը Ռուսաստանի, որպեսզի այստեղ միջամտություններ ունենա, բավականին ակնհայտ է, բայց Տիկին Դավան, այստեղ մի ուրիշ հարց ունենք, էլի խնդրահարույց, տեսեք, արտաքին հետախուզական ծառայությունը, որ նման հայտարարություն է անում, բնականաբար դիտարկում է Հայաստանի անվտանգության տեսանկյունից այդ սպառնալիքները կամ ռիսկերը, եւ այստեղ շատ կարևոր է լինելու նաեւ մեր իրավապահ համակարգի աշխատանքը։ Ու իրապահ համակարգը այդ իմաստով համենայն դեպս այնինչ հրապարակային եղել է, միշտ չէ, որ ստանում է իրավական համակարգի արձագանքը։ Ես ուզում եմ օրինակ հիշեցնել ձեզ, եւ 3 ամիս առաջ էր էլի կարծես, չէ, որ ազգային ժողովում վարչապետը եւ ձեր խմբակցության ներկայացուցիչները մտահոգություն էին հայտնում օրինակ նույն Հույդայի ֆինանսական թափանցիկության մասով, որտեղ Խոսել ենք։ Հա, բայց մենք չգիտենք, որ այդ իրավական ինչ-որ գործընթաց կա հասկանալու այդ թափանցիկությունը։ Հետո, ինչ վերաբերում է նրան, որ այս երկրում ապրող երևի ամեն մեկն էլ տեղյակ է, որ այստեղ շատ կենցաղային ասած ռուսական գումար է պտտվում, հենց քաղաքական նպատակներով, այդ գումարի հետքերով ինչ որ տեղեկություններ չկան համենայն դեպս հանրային, որ իրավապահ համակարգը զբաղվում է։ Հետո կարելի է նաև մեղադրանք հնչեցնել են համատեքստում, որ ընտրակեղծարարության միջոցով Հայաստանում իշխանություն զավթած կուսակցություններին քրեական գործերով այդպես էլ չեն տրվել իրավական գնահատականներ, ավելին նրանք մասնակցում են այս ընտրություններին եւ պատրաստվում են իշխանություն վերցնել։ Ուզում եմ ասել, եթե պարբերաբար դուք շեշտում եք, որ ժողովուրդը պիտի հունիսի 7-ին ինքնիշխանությունը, անկախությունը, խաղաղությունը պահպանելու ընտրություն կատարի, հա, եւ ժողովրդից մեծ բանն է կախված, բայց այստեղ կա նաև հակառակ կողմը, ինստիտուտները, այդ թվում իրավապահ համակարգը, որից եւս շատ մեծ բան է կախված, էլի, բա ժողովուրդը ինչպես է
վստահություն ունենալու, որ այդ համակարգը կարող է արտաքին այդպիսի սպառնալիքներին եւս դիմագրավել, եւ որ ներսում մենք այս խնդրեմը ունենք, հա, ծանր հանցագործություններ իրականացրած մարդիկ, ընտրակեղծարարության միջոցով կուսակցությունները զավթել են պետություն, հետո ինչ որ պահի իշխանություն պահելու համար սահմանադրական կարգ են տապալել, հիմա այդ փունջը ուզում է գալ նորից իշխանության։ Նույնքան բան ասեցիք։ Իրականում հանուն արդարության պիտի ասենք, որ նախ առաջինը եւ ամենակարևորը իրավապահ համակարգի աշխատանքը, երբ որ տեսանելի է դառնում, ապա դա արդեն իրավապահ համակարգի աշխատանք մենք չենք կարող կոչել։ Եկեք անկեղծ լինենք, էլի այդտեղ։ Եթե իրավապահ համակարգի աշխատանք, հիմա իրավապահները այս ամեն օր չեն հայտարարելու, որ մենք ունենք այսինչ ահազանգը, գնում ենք այսինչ տեղը, այսինչ մարդու հետևից։ Եվ այսօրվա արտաքին հետախուզության այս հայտարարությունը կարծում եմ իրավապահ համակարգի աշխատանքի մասին էր եւ կատարվող աշխատանքի մասին էր։ Ես վստահ եմ, որ իրավապահ համակարգը արձագանքում է եւ դրա մասին ինձ թվում է ինչ որ ժամանակի ընթացքում մենք կունենանք արձագանքներ։ Այսինքն, երբ որ ինչ որ բան արվի կամ ինչ որ բան արվելից լինի, ես այդպես եմ կարծում։ Օրինակ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, թեև իր կուսակցություն ունի վարչապետի թեկնածու, փոքրինչ չգիտեմ ինչ համար տրամաբանական։ Դա շատ կուրիոզ դեպք է իմիջիայլոց հակաքաղաքական բոլոր տեսակի Հա, ես կանոնների դուրս։ էլի գուցե ինչ որ բան կա, տենց ուղեղս չի հասնում, ասացի բացատրեք, բայց ասում է, որ Եվրոպական միությունը չի թողնելու, որպեսզի Սամվել Կարապետյանը դառնա Հայաստանի վարչապետ, այսինքն որպեսզի բացառեն Ռուսաստանի, այսպես ասենք, վերադարձը տարածաշրջան։ Ուզում եմ հասկանամ ինչու Լևոն Տեր-Պետրոսյան, ինչու Սամվել Կարապետյան, հա, համենայնդեպս Լևոն Տեր-Պետրոսյանը հանրային այնպիսի մի կերպար էր միշտ ձևավորել, որ ինքը ավելի, այսպես ասենք, այդ ձեր արտաքին քաղաքականության բնորոշող բառի պես էր, էլի, ավելի այսպես բալանսավորված դիրքերում էր, ոչ շատ ընդգծված ինչ որ ռուսական դիրքերից էր խոսում, ոչ ընդգծված արևմտյան դիրքերից էր խոսում, բայց Սամվել Կարապետյանի պաշտպանության համար տենց օր չկա հայտարարություն չանի եւ հետո ինչու է կոնսուլտացիաների եւ միավորման մասին խոսում ավազակապետության ավազակապետերի հետ։ Շատ հետաքրքիր հարց եք բացացնում, այստեղ մի հատ պատասխան կարող եմ տալ, որը շատ հետաքրքիր է, անդադ այսպես վաղուց վանից է շրջանառվում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ որ բան է ասում, բոլորը սկսում են ասել, այս մատն էլի ինչ ասեց, մեկ էլ հակից հայտնվում են ինչ որ մարդիկ ու սկսում են բացատրել, ասելով, որ հասարակ մահկանացուներին հասու չէ Լևոն Տեր-Պետրոսյանի, հասու չեն Լևոն Տեր-Պետրոսյանի մտքի գոհարները։ Այդ էլ մի ծայրահեղություն է կամ այսպես քաղաքական մտքի պատրիարք անվանելը մի մարդու, որը երբ դիրքավորված էր ինչ որ այսպես վերևում, ինչպես դուք եք ասում, բալանսավորված արերևույթ ամենայն դեպս եւ անհասկանալի էր այդ մարդու դիրքորոշումը, որը ինձ համար երևի ավելի ընդունելի էր, երբ ինչ որ մարդ, որը այս պահին ավելի շատ գիտնական է, իր համար այնտեղ նստած ինչ որ գրքեր է գրում, մեկ էլ հա այդ մարդը հայտնվում է, ստատուս է գրում անընդհատ, ինչ որ հարցազրույցներ է տալիս եւ սկսում ունենալով վարչապետի թեկնածու, սկսում է ռուսական օլիգարխիայի ներկայացուցիչին սատարել Եվրոպական միության հետ կապված ինչ որ մեզ անվանել Եվրոպայի դրածո, այդ էլ եմ ուզում անպայման շեշտել, ես կարդացել եմ, պարտադիր կարդացել եմ այդ հատվածը, այս մարդու մասին իմ կարծիքով որևէ ենթադրություն անելն ավելորդ է։ Մենք կարող ենք ասել, թե այս մարդը որ երկրի շահերն է պաշտպանում, առանց ենթադրությունների։ Առանց ենթադրությունների կարելի է հանգիստ ասել, որ փազլը լիակատար հավաքված է եւ ընդհանրապես զարմանալի չէ։ Խճանկարը պարզ է։ Կան դերակատարներ եւ այդ դերակատարները ուղղորդված են մի կետից, որովհետեւ շատ ակնհայտ է այդ դերակատարները որևէ կերպ չեն թաքցնում իրենց ուղղորդումը։ Մենք վաղուց չէինք լսել երկար ժամանակ Վիտալի Բալասանյանի մասին, կորած էր, ձեն-ձունը չկար։ Եվ ինչ, 2-3 օր առաջ հայտնվեց եւ խորհրդանշական է եկեղեցու բակում, չէ՞։ Այդ էլ է խորհրդանշական։ Հայտնվեց ու գիտեք հետաքրքիրը որն է, չգիտեմ որտեղից այնտեղ հայտնվեցին լրագրողներ։ Գուցե մարդը իր համար եկեղեցի էր գնացել, գուցե։
բայց չէ, այնտեղ հայտնվեցին լրագրողներ, որոնք հարց ուղղեցին եւ նա պատասխանեց, որ ճիշտ է Հայաստանի Հանրապետությունը եւ մտնի միութենական պետություն։ Ինչի մասին է խոսքը։ Նա այնտեղից է հայտնվում, Լևոն Տեր-Պետրոսյանը լայնածավալ հարձակում է գործում, այսպես ասած, կենտրոնից, աչից ինչ-որ կիսապաշտպան, ձախից, այսպես բոլորով հավաքվում են եւ օ զարմանք չեն բացառում, որ միանալու են եւ չեն բացառում, որ կմիանան օրինակ Ռոբերտ Քոչարյանի շուրջը։ Չեն բացառում, որ նույն Կարապետյաններն էլ չեն բացառում, որ կմիանան, այսինքն հստակ որևէ բան չեն ասում, բայց հստակ որևէ բան չեն էլ թաքցնում։ Եվ այն սցենարը, որը տեղի ունեցավ Գյումրիում, հստակ բերում են դաշտ ասելով, որ հա, մենք միանալու ենք եւ մենք բոլորով ամեն ինչ անելու ենք, որ տապալենք Փաշինյանի իշխանությունը։ Ես չեմ կարող որևէ մեկին դերածո չանվանել։ Նրանք բոլորը դերածոներ են։ Որովհետեւ անկեղծ լինենք էլի, եթե որպես քաղաքացի, X քաղաքացին չի սիրում գործող իշխանություններին, լրիվ նորմալ է, բայց գործող քաղաքացին ասում է, բայց ես չեմ ուզում դրանց քաղաքականությունը։ Ես չեմ ուզում դառնալ նյութենական պետության անդամ, ես չեմ ուզում այսպես այնպես։ Ցիկը քաղաքացիներին այլընտրանք էլ չեն թողնում։ Իրենց նկատմամբ վերաբերմունք ձևավորելու, հետո էլ ասում են մեզ չեն սիրում։ Սևերի եւ սպիտակների իրենք Հայաստանի Հանրապետության ապագան բաժանել են երկու կողմի։ Մենք ասում ենք, մենք ինքնիշխան, ազատ, անկախ եւ խաղաղ Հայաստանն ենք շարունակելու զարգացնել, այս մարդիկ ասում են, չէ, եկեք գնանք մի 30 տարի հետ այնտեղ լավ էր։ Ես այլ բան չեմ տեսնում։ Եթե դուք տեսնում եք, խնդրում եմ ինձ ուղղեք։ Ես նաև որպես ոչ քաղաքականությամբ զբաղվող մարդ եմ ասում, որպես հասարակ քաղաքացի։ Երբ լսում ես այս մարդկանց խաղաղության օրակարգին կամարանքով են վերաբերվում, ասելով, որ մեզ այդպես խաղաղություն պետք չի, մեր բոլոր բարեփոխումներին կամարանքով են ասելով, այդ ինչ է, մոռացել են 2000-ական 90-ական թվականների կատարվող հայաստանյան բեսպրեդելը, ես ուրիշ բառով չեմ կարող ասել, սենց երկում ենք մեծացել, չէ՞, այդ պայմաններում ենք մեծացել։ Եվ ամենակուրիոզը Ռոբերտ Քոչարյանը, որ ասում է, ես 3-րդ անգամ պատրաստ եմ ստանձնել երկրի կառավարում։ Այմա դու գնա թոշակի, դու ոչ մի բան մի ստանձնի։ Դու գնա թոշակի եւ զբաղվի քո ընտանեկան գործերով։ Կլինի մեզ հեռու մնաց մեր երկրից, մեր հազիվ հանգիստ, նորմալ, ճիշտ զարգացման ուղով ենք գնում։ Եղբայր, մի զբաղվի։ Կլինի այդ քո նախասիրությունները երկիր ղեկավարելու, այլևս մեր երկրի վրա չտարածվեն։ Այս մարդիկ ոնց անեն, որ այս մարդիկ նաև հանգստանան։ Նաև այս Ռոբերտ Քոչարյանը վաստակած հանգստյալ, 200 միլիոն է վաստակել, թող գնա վաստակած հանգստի։ Ինչեւ հասկանանք ինչ անում։ Տիկին Դավան, օրինակ ձեզ համար բացատրություն ունի, երբ Վիտալի Բալասանյանի հայտարարությունն էլ եղավ, ես անդադ տենց փորձեցի վերհիշել էլի այդպիսի դեմքերի, այսինքն երբ ասում եմ այդպիսի դեմքեր, այս մարդիկ այսպես թե այնպես իրար հետ փոխկապակցված են, մենակ են, որ ինչ նրանք ուզում են, դա նրանց միավորում է, այդ արդեն հերիք է էլի։ Տեսեք, Վիտալի Բալասանյանը իրեն դիրքավորում է որպես Արցախի անկախության համար մարտնչած մեկը, եւ երբ դեռ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարներ նրան հարց ուղղեցին Հայաստանի հետ միավորման մասին, ասաց այդպիսի բան չկարող լինել, Արցախը անկախ պետություն է, պիտի լինի, հասնել բացարձակ ճանաչման ու նման բաներ։ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ Հայաստանի անկախությունը քննարկելի հարց է, իսկ Արցախը անկախ պետություն է, դա փաստ է։ Սա ընդհանրապես թարմ օրինակներն են, էլի։ Ուզում եմ հասկանալ Հայաստանի Հանրապետությունը, այսինքն մի շատ ներողություն Արցախել չարժե։ Իրենց համար ես վստահ եմ, որ ոչ։ Նախ Ռոբերտ Քոչարյանը ոնց է վարվել Հայաստանի Հանրապետության հետ այս տարիների ընթացքում, հենց դրա մասին է խոսում, որ այո, իր համար Հայաստանի Հանրապետությունը ոչ մի բան չարժե, իսկ Վիտալի Բալասանյանը, երբ ասում է, որ երբ Արցախի մասին է խոսում, Վիտալի Բալասանյանին հնարավորություն էր տրված, չէ, Արցախում էր մարդը, երբ տեղի ունեցան հայտնի դեպքերը, Լեռնային Ղարաբաղի դեպքերը երբ տեղի ունեցան, ինչ էր անում։ Այդ
Այդ հայրենասերները տենց արագ ճողոպրեցին եկան Հայաստան։ Հայրենասիրությունից խոսողներին մնացել էր մի բան ճողոպրել գալ Հայաստան։ Ասենք Վիտալի Բալասանյանը թող մնա մինչև վերջ Արցախում։ Ինչի է եկել։ Ինչի են իրենք եկել։ Իմ կարծիքով իրենք որևէ մեկը այստեղ լինելու իրավունք չունեն։ Իրենք մինչև վերջի շունչը պիտի մնային Լեռնային Ղարաբաղում եւ պաշտպանեին Լեռնային Ղարաբաղը։ Այն որտեվ այդ իրենց պլանները էլի չստացվեց, որտեվ իրենք այլ բան էին պլանավորել, այդ պլանները չստացվեց։ Մենակ Վիտալի Բալասանյանը չեն էլի ահագին մարդիկ կան, որոնք պետքա մինչև վերջ մատնչեին։ Ու այս դերակատարները նույնն են։ Մենք անդադ խոսում ենք ինչ-որ մարդկանց մասին, այս մարդկանց անունները մենք ինչքան ենք շոշափել այս վերջին տարիներին, դերակատարները ընդհանրապես չեն փոխվում։ Միակ նորելուկը, որ սենց շրնդալից մտավ, հոր եղբոր տղան է, որը նրա դեմքով եկան, այդ էլի նույն դերակատարները։ Եվ այդպես fake ինչ-որ դրանք էլ բանն են, արհեստական բանականության մարտիկներն են։ Դրանց չգիտեմ ուրիշ ձևով ինչպես կարելի է անվանել։ Կարծում եք, որ այդ բոլորի ընդհանուր, այսպես ասենք, հա, նպատակը հենց Հայաստանի Հանրապետությունը, այսպես ասենք, որպես պետություն դելեգիտիմացնելն է եւ որպես պետական միավոր զուտ ֆորմալ իմաստով այն պահպանելը։ Դե իրանք ֆոտոպոստին միշտ կողմ են եղել, երբ Հայաստանի Հանրապետությունը այդպես կիսանկախ մի պետություն էր։ Եկեք ասենք, որ դա այդպես էր եւ երբ ենթակառուցվածքները վաճառած, լավ Հայաստանի Հանրապետությունը հիմա ինչ խնդիր ունի, չէ՞, մենք օրինակ երկաթուղու խնդիր ունենք այս պահին, երկաթուղու կառուցման խնդիր ունենք, որը մեր Թրամփի ուղու հետ է կապված, մեր հետագա զարգացման տնտեսական շրջափակման ավարտի հետ է կապված եւ այս նույն Ռոբերտ Քոչարյանը եւ արբանյակները տարատեսակ, հենց նույն Կարապետյաններն էլ էլի։ Մեկը մի օր չասեցին, բայց մենք ոնց ենք, ինչ խղճով ենք մենք այդ ռելսերը ծախել եւ կերել։ Մեկը դրա մասին չխոսեց, չէ՞։ Բայց որ գալիս եք տես ճորոմ Հայաստանի Հանրապետության համար դիֆերանտներ եք ձոնում, որ դուք սիրում եք Հայաստանի Հանրապետությունը, բայց ընտրություններից առաջ է միշտ դա առաջանում, մինչև այդ տենց կիսատ-պրատ ինչ որ բաներ ասում են, գնում են։ Բայց դուք նա ձեր սխալներն են, հա, ընդունեք։ Նույն Ռոբերտ Քոչարյանը ինչի՞ չի ընդունում իր խայտարակ որոշումների ծանրությունը եւ ողբերգական լինելը մեր երկրի համար, այդ բոլոր գույք պատքի դիմացի հետ կապված, որը մեր պետությունը ինչքան հետաքրքիր։ Հիմա ասում եմ, ես պատրաստ եմ երրորդ անգամ ստանձնել երկրի կառավարությունը, ծախելու բան ա գտել։ Ես ուրիշ եմ, կեն չեմ կարող դա անվանել։ Դե նստել տեսել հա Հայաստանը զարգանում է, լավ, ուստեղ սենց կա, ստեղ նենց կա, հա ես կդառնամ օրինակ ինչ որ մի երազում, ես կդառնամ Հայաստանի Հանրապետության ղեկավար, հետո կսկսեմ ծախել։ Հեծնել ոնց որ պետականացնում են, նորից կծախեմ։ Ես ուրիշ բաներ չեմ մտածում այս մարդկանց մասին։ Դե trip-ը կծախի։ Պատրիկն է կծախի, թրեփի հետ կապված էլ ինչ կա զարգացողը, ինչ այնքան ծախելու բան կգտնի այդ մարդը, ինչի՞ չծախի որ։ Իմ կարծիքով է դա ուշքու միտքը դա է։ Այդպես եմ մտածում։ Իրավունք ունե։ Կարծում եմ, ով տեղյակ է Հայաստանից, օբյեկտիվորեն պետք է այդպես մտածի, չգիտեմ, այլ ուրիշ բանի չկարելի է մտածել, էլի։ Չգիտեմ, ես օրինակ շատ կուզեի, որ Ռոբերտ Քոչարյանը իր սիրելի լեզվով արտահայտվեմ կուկուռուզ ուտեր առավոտից երեկո, բայց օրինակ կուկուռուզնիկը չուտեր ու նման բաներ։ Շատ լավ տարբերակ է, կամ Ռոբերտ Քոչարյանը մարդկային կյանքով ապրեց, շփվեր քաղաքացիների հետ, մի հատ տենենք այդ մարդը ով ընդհանրապես, ինչ որ մեկը Ռոբերտ Քոչարյանի մոտիկից տեսած կա իր կառավարման տարիներին, անկեղծ եմ ասում, անկեղծ հարց եմ տալիս։ Ես չեմ տեսել, որպես քաղաքացի, չեմ պատկերացնում այդ մարդը ինչ որ միտեղ գնացել է, թե չէ, շփվել քաղաքացիների հետ։ Բայց դա վերջին ոդքասթում բացատրեց դա, ասաց, որ երբ որ դու Չեմ նայել ոդքասթը, ինչ ասել։ երբ որ դու ասեց գործ ես անում, զբաղված ես գործով, դու ժամանակ չունես տենց ամբողջահաճո գնաց մարդկանց հանդիպես ես անես, դու գործով ես զբաղված։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն էլ պարապն էր այս Այո։ երկրի, հա, որ գնում է շրջում է, որ ուզում է տեսնի, թե քաղաքացիների խնդիրները հենց իրենցից լսի։
Էդ էլ բացատրություն ունի, անկեղծ եմ ասում։ Օրինակ ես իմ մեջ եկել եմ այն եզրակացության, որ մեր իրական ընդդիմությունը եւ ընդդիմախոսները մեր քաղաքացիներն են։ Անկեղծորեն հանդիմանում են, ասում են, ես ինչ բանը սենց է պետք անել, այ ես ինչը սխալ է, այս ինչը ճիշտ է, որտեվ այդ մարդիկ սրտացավ են։ Իսկ ես ընդդիմություն կոչվածը, Քոչարյան, ոչ խորհրդարանական ընդդիմություն են, հարկայի մասին չեմ խոսում ընդհանրապես, այդ մարդիկ ընդհանրապես գոյություն չունեն, որևէ օրակարգային հարց Հայաստանի Հանրապետության մասին չի քննարկում, եթե նկատել եք։ Չկա, օրակարգային հարց չկա, ընդդիմությունը քննադատություն չունի։ Քննադատությունը անընդհատ մեր ասելով ես երկրին նկատի ունեմ, բոլոր օրակարգերի բանն է, անընդհատ ցածրացնելը, քննադատելը, բայց շատ վատ ձևով քննադատելը, ուղղակի ասելով, որ դա մեզ պետք չի։ Բայց իրանք լուծում չունեն, իրանք ապագա չունեն, իրանք տեսլական չունեն։ Էդ է խնդիրը։ Այս տնտեսական 5 քայլ բանման, էդ էլ մի հատ կատաստրոֆիկ պոպուլիստական բան է, որ առաջարկվում է ժողովրդին, ցանկացած լավ եւ խելացի տնտեսագետ այդ 5, 10, 15 թեզերը վարկանական ջարդում տնտեսական որևէ հիմք չունեցող պոպուլիստական 20,000 բնակարան, բոլորը ծափահարեցինք, ավտոբուսը նստեցին, գնացինք, մի մեծ ավտոբուս 3 հոգի։ Հետո բիզնեսի մասին, բոլորը ծափահարեցին, 2 հոգով նստեցին ավտոբուս, գնացին։ Լավ ժողովուրդ ջան, մի քիչ էլ ինքնուրույն եղեք, հասկանում եք, որ ուզում եք այնպես անել, որ ՔՊ-ի նմանվեք, որ ձեզ մարդիկ մտածեն ինչ որ արժեք եք ներկայացնում, մի քիչ էլ ինքնուրույն եղեք, ինքնուրույն մտքեր ունեցեք։ Անկախ ամեն ինչից, այնպես չի, որ իհարկե իշխանությունը քննադատվելու տեղ չունի, ունի իհարկե, եւ շատ տարբեր Իհարկե ունի, պարտադիր ունի։ Եվ անկախ նայից, թե այդ իշխանության անունը ինչ է, հա, միշտ էլ քննադատությունը, եթե այսինքն եթե քննադատության հիմքում դու դնում ես որպեսզի ինչ որ մի բան ավելի լավը լինի, քննադատությունը դրա վրա պետք է հիմնված լինի, էլի, ոչ թե ուղղակի Իհարկե, եւ քննադատել։ պարտադիր է այդ քննադատությունը, անհրաժեշտ։ Ու գիտեք, մեկ էլ ինչի մասն էի մտածում, հետաքրքիր է դուք այդ հարցի պատասխանը ունեք, թե չէ։ Տեսեք, գնում է նարատիվ, դուք ապազգային եք, Հա, ճիշտ է, այդ լավ թեմա բացեցիք։ հա, բայց տեսեք, ուրեմն իրենք ազգային են։ Իրենք ասում Հա, են, եթե ուզում եք, որ եկեղեցին լինի ազգային, եթե ուզում եք մեր ազգային արժեքները պահպանվի, հայի ինքնությունը պահպանվի, ուրեմն պետքա մեզ ընտրեք։ Հետո կանգնում ասում են, անկախությունը սակարկենք, մտնենք միութենական պետություն, բայց աքսիոմա է, չէ՞, մեր գաղութներն էլ վկա, որ քո ազգային եկեղեցին, արժեքները եւ ինքնությունը պաշտպանված եւ պահպանված են միայն պետականության սահմաններում։ Հակառակ պարագայում դա այլ երկրի հայեցողությամբ քեզ տրված որոշակի արտոնություններ են։ Այսինքն, ինչ անենք, գնանք միութենական պետություն, Հայաստանում մի երկու հատ տենց հայկական դպրոց ունենանք, որպես գաղութ ինչ որ ուզում եմ հասկանամ, էլի, այսինքն մենք որպես ընտրող, մեզ որպես ընտրող ինչի տեղ են դրել այս մարդիկ, ես չեմ հասկանում։ Այս հարցի պատասխանը ես չունեմ։ Ու նաև չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր այսպես գլուխները դմդմբացնում են այդ նախադասության մեջ իրար հակասող ձևակերպումը, որ իրանք այնպես են ներկայացնում, որ մեկը մյուսով է պայմանավորված, բայց մեկը մյուսին բացառում է։ իրականում այս մասը շատ կարևոր է նշել, որովհետև երբ այս մեր ընդդիմադիրների մոտ, հատկապես դաշնակցությունն է դրա մասնագետը, լավագույն մասնագետը, երբ խոսում են ազգային արժեքների մասին, երբ խոսում են ինքնության մասին, երբ խոսում են արժանապատվության մասին, անընդհատ իրենք ինչ է թեզը առաջ բերել, նաև արժանապատիվ խաղաղության մասին, մեր ինքնությունը կործանվում է, երկիրը այս իշխանությունը երկիրը տանում է կործանման, մեր ազգայինը կորցնում ենք մեր ազգային նկարագիրը, ինչն է հետաքրքիր, երբ նայում ենք, թե ինչպիսի տեխնոլոգիաներ են ընդհանրապես օգտագործում այլ երկրների ապակայունացման, քաղաքական դաշտի ապակայունացման համար, առաջին բանը, որ դասագրքային կանոն է, դա խոսել ազգային արժեքների կործանման, ոչնչացման եւ ինքնության ոչնչացման մասին։ Բայց երբ այդ նույն դերակատարներին հարցնես ինքնության սահմանումը ո՞րն է, ինչ է ազգայինը,
Ինչ ազգայինի կորստի մասին է խոսքը, որևէ մեկը չի կարող պատասխանել։ Թուղթը գալիս է, կարդում են, ասում են, այսինքն այսօրվա հանձնարարությունը խոսել նրա մասին, որ մենք կորցնում ենք մեր ազգային նկարագիրը, մեր պետությունը, մեր դարավոր պատմությունը, մեր ողբը, ամենակարևորը, չի կարելի բաժանվել ողբից։ Այստեղ պետք է անընդհատ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ողբին հետ կապվածություն ունենան։ Սա է մի կարևոր բան, անընդհատ այդ կոմպլեքսը ազգային ողբերգության, որ մենք ցեղասպանված ազգ ենք, դա պիտի պահել, չպիտի վերականգնվել։ Այդ դա շատ կարևոր բան է, որ այսքան տարիներ անընդհատ մեր մեջ մտցվել է դպրոցից եւ հետո իմ մեջ, ձեր մեջ, բոլորիս, որ պետքա այդ ողբով ապրել, դու իրավունք չունես երջանիկ լինելու, այս աշխարհը մեր ազգի համար երջանիկ լինելու տեղ չի, ու անընդհատ դա ներարկվել է մեզ բոլորից, եւ երբ մենք ուզում ենք երջանիկ լինել, մենք ուզում ենք ունենալ զարգացող պետություն, դա է, երբ մարդը զարգանում է, անընդհատ արդեն ավելի այլ բաների մասին է մտածում, չէ՞, երբ դու սահմանափակված չես, դու հետ չես նայում, երբ դու սահմանափակված ես, անընդհատ քեզ անցյալը բան անում, քաշում է։ Հիմա անընդհատ նորից հետ տանել, կաղապարել, սահմանափակել, որտեղ ողբն է, եւ ամենակարևորը միայն պիտի հպարտանալ անցյալի հաղթանակներով։ Ապագայում չկա տենց բան, ապագան հաղթանակներով եւ երջանկությամբ լի չի։ Եթե հաղթանակ, ապա անցյալում։ Եթե ինչ-որ դրական բան, ապա անցյալում։ Ես միշտ այդ դրա վրա, ես ինձ հետ միշտ զրուցում եմ, մտածում եմ, ասում եմ, ինչու են անընդհատ մեզ քաշ տալիս հետ։ Ինչու են անընդհատ ուզում հետ տանել, հետ ինչ-որ միտեղ, որտեղից ելք չկա։ Եվ ի վերջո, մենք պիտի շարժվենք առաջ այս զարգացող աշխարհում, այս պայմաններում, երբ դու կարող ես քո երկրում, որը մի հեռավոր փոքր երկիր է, դու կարող ես զարգանալ, եւ վերջապես մենք կարող ենք մեր երկրի աշխարհագրական դիրքը օգտագործել ի օգուտ մեր երկրի, ոչ թե լաց լինել, ասելով, թե մենք դպրոցում մեզ ինչպես էին սովորացնում։ Մեր վատ աշխարհագրական դիրքի պատճառով մենք միշտ գտնվել ենք բոլոր երկրների շահերի բախման կիզակետում, եւ մեզ սրանք են ուզել գրավել, նրանք են ուզել գրավել։ Հիմա մենք ուզում ենք այդ մեր աշխարհագրական դիրքը, որը գտնվում է Խաչմերուկում, օգտագործել իշա մեր երկրի։ Չէ, այդ դեպքում Տրամպի ուղին մեր ինքնիշխանությանը սպառնում է։ Չի կարելի։ Դա չի կարելի։ Դա էլ է ապազգային։ Պիտի գնալ հետ, ասել, որ չէ, մեր երկիրը վատ աշխարհագրական դիրք ունի։ Մենք գտնվում ենք սարերում, այդ սարերը ոչ մեկի պետք չեն, մենակ պետք են գան մեզ գրավել, ոչնչացնեն ու գնան։ Գուցե մի քիչ կտրուկ եմ ասում, բայց ես տենց եմ մտածում։ Դե հիմնականում խոսույթը երբ իրենց փորձում ես վերլուծել, տրամաբանել, այդ է էլի դուրս գալիս։ Եվ Տիկին Դավան, ինչի մասին են հունիսի 7-ի ընտրությունները։ Հունիսի 7-ի ընտրությունները, այս ամեն ինչի մասին խոսեցինք, դրա մասին են եւ ապագայի մասին են։ Մենք 21 թվականին հունիսին ընտրություններին ասում էինք ապագա կա, մեզ էլի ձեռ էին առնում, ասում էին ինչ ապագայի մասին է խոսք, քեզ երկիրը դատապարտված է, ոնց թե դուք այս օրհասական պահին ասում եք ապագա կա, չէ, պիտի գնանք մեռնենք։ Պետք է գնանք բոլորով մեռնենք, ապագա չկա։ Մենք ասացինք ապագա կա եւ այդ ապագան այսօր է, հիմա է, մենք ամեն օր պիտի այդ ապագայի վրա աշխատենք, որ մենք ապագա ունենանք։ Հիմա մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, մենք ասում ենք կա խաղաղություն, եւ մենք պիտի ընտրենք մեր ապագայի, մեր խաղաղ ապագայի եւ այս անցյալի ճիրանների միջև։ Մենք ուրիշ ընտրություն չունենք։ Մարդիկ հավաքական անցյալն են, այս դարավոր անցյալն են, այս բոլորը մեր անցյալների, այսպես ասած, նրանք անցյալների հավաքական կերպարն են, խտացված, որոնք եկել են ժամանակակից կյանք եւ մեզ ուզում են քաշ տալ այնտեղ, որտեղից մենք հազիվ դուրս ենք եկել։ Մենք պիտի նայենք միայն դեպի առաջ եւ այդ ապագան այսօր է։ Մենք չպիտի սպասենք, ասենք, մի հատ խոսք կա, որ ասում են վերջը ինչ է լինելու, վերջը ո՞րն է։ Չկա վերջ։ Ներկան, մեր ներկայի մասին է խոսքը, այսօր եւ հիմա։ Եվ մեր ապագան այսօր եւ հիմայի խաղաղ շարունակությունը պիտի լինի։ Մենք պիտի ի վերջո այս մարդկանց ասենք եղբայր,
կամ ընդունում եք խաղի կանոնները, որ այս երկիրը Հայաստանի Հանրապետությունը մեր բոլորի սիրելի Հայաստանի Հանրապետությունը զարգացող պետություն է, միջազգային հարթակներում հավասար բոլորի հետ պետություն է, որևէ մեկ այլ պետության կողմից ճնշվող պետություն չէ եւ խաղաղ զարգացող պետություն է։ Մենք պիտի գնում ենք խաղաղության ճանապարհով եւ այս անցյալի մնացուկներին մենք պիտի ուղարկենք իրենց համապատասխան տեղը։ Ընտրություն էստեղ անցյալի եւ ապագայի, անցյալի եւ ներկայի ու ապագայի միջև է։ Եվ մեր քաղաքացիները, ես կարծում եմ, այդ մասին գիտեն, մենք խոսում ենք դրա մասին անընդհատ եւ կշարունակենք խոսել, մենք դեռ քարոզարշավ ունենք, որը իմ կարծիքով շատ հետաքրքիր կանցնի, որովհետեւ ամենահաճելի բանը նաեւ ժողովրդի հետ շփումներն են եւ շատ կարեւոր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի խմբակցության падգամավոր Արկի Դավոյաններ, բաժանորդագրվեք ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղում այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։